մենք արդեն խոսել ենք, որ ակադեմիական քաղաք հասկացողությունը չիրականացող պրոյեկտ է, թե ֆինանսապես, թե ժամանակի, թե ամենատարբեր խոչընդոտների միջով անցնելով, այդ պրոյեկտը դառնալու է ընդամենը, չգիտեմ, մեծ, փոքր, ինչքան կհամախմբեն, ինչքան կտանեն ուսանողական կետո, ուսանողական քաղաք, որտեղ լիքը վտանգներ են ունենալու այդ երեխեքը, որը գիտենք ուսանողները առաջադեմ են, երիտասարդ են, իրանց կրքերի հույզերի տերն են եւ դեռ կայանալու են կյանքում, հա, այսինքն այդտեղ մի հատ խայտարական հասկանալի իրավիճակ է ստեղծվելու ու կոմպենսանտները դրա հետ կապված որևիցե մի հատ պետությունում չկան։ Եթե ասեին հետ բուհական կրթության հետ կապված այսպիսի բան ենք սարքում եւ դրա հետ կապված հեռանկար ենք բացում ավելի հասուն, ավելի լավ կրթություն ստանալու մեր ուսանողների հարցով, մասնագետների, ես կասեի բրավո, որովհետեւ Հայաստանում հետ բուհական կրթությունը լուրջ խնդիր է, ասպիրանտուրան հետ բուհական կրթության մի օղակն է, դրանից հետո կա կատարելագործման, աշխան բարձրացման տարբեր էտապներ, որոնք տարիներ են ձգվում, բայց կանք մեր խնդրին, դեռ 14 թվականին նախորդ իշխանությունները, երբ որ փորձում էին բուհերը միավորել, հատկապես Երևանից դուրս գտնվող մասնաճյուղերի համար կար մեկ տարբերակ, համախմբել, միավորել այդ բուհերը, մի հատ բուհի անվան տակ, ունենալ մի հատ կառավարիչ, մի հատ հաշվապահ, մի հատ, չգիտեմ, տնտեսվար, մի հատ կադրերի պատասխանատու, ու պատճառաբանությունը այն էր, որ ոչ թե բուհերն են շատ կամ մասնագիտական որակավորումներ պահանջող դասիչներն են շատ, մեզ ավելի քիչ մասնագետ է պետք, այլ կառավարման սիստեմը լավը չէ։ Բարի։ Սկսեցին ակադեմիական քաղաքի մասին խոսալ, տեսան, որ ամեն դեպքում հասարակությունը պատրաստ չէ, չի ընկալում այդ գաղափարը եւ ունի հիմնավոր բացատրություն, թե ինչի չի ընկալում, հա։ Ասենք գյումրեցի երեխան այստեղ սովորելով ծնողի վրա X ծախս է, բայց Երևան գնալ հասնել ուրիշտեղ սովորել է, այդ ամենատարբեր ծախսերով, հա, 5 անգամ X ծախս է։ Հիմա եթե Հայաստանի Հանրապետության Երևանից դուրս գտնվող քաղաքների բնակավայրերի ապրելաձևին ես նայում եւ նաեւ մեր պարքերին, որոնք ինչքան էլ որ մի կողմից ճկվում են ազատամտության, լիբերալ տարբեր զարգացումների հոսքի տակ, մնում են ընտանեկան, ուսանողներ չեն գնալու այնտեղ սովորեն։ Հիմա այս կանը հասկանալով, վերլուծելով մեր այսօրվա իշխանությունը ասում է լավ, բայց ոնց անեն, որ ակադեմիական քաղաք գաղափարը կայանա, այնտեղ Եվրոմիությունն է փողեր տալու, չգիտեմ, տարբեր հիմնադրամներ, մենք ունենք պարտավորություններ, աշխարհի առաջ, մեր բուհական կրթությունը պետք է տանենք այս ուղղությամբ, մենք պայմանագրեր ունենք, ոնց ենք անելու։ Կիրառում են թիվ 1 եւ ամենասարսափելի լծակը բուհական կրթության իրավունք տալու համար յուրաքանչյուր բու տարի 5 տարին մեկ անգամ պետք է անցնի հավատարմագրում, ստանա թույլտվություն եւս 5 տարով կրթություն ապահովելու։ Առաջներում չկար ուսանողների քանակի հետ կապված որևէ մի բան այդ որոշման մեջ, այսօր կա որոշում 4000 հոգի ու վերջ։ Այսինքն, որբեսի Գեղարվեստի ակադեմիա կամ մեր գյումրեցիների ասած ակադեմիան, այսինքն 3 բուհերի մասնաճյուղերը շարունակեն որպես այդպիսին գոյություն ունենալ, իրանք 3-ը իրար հետ այսօր ունեն ենթադրենք 600 ուսանող, պետք է ունենան ակադեմիական դպրոցներ, գիտական կենտրոններ, որոնք բոլորը իրար հետ դառնան 4000։ Աբսուրդ է, հնարավոր չէ։ Քանակի հաշվին որակ ստանալը աբսուրդ է եւ արհեստական աճեցնելու համար էլ
Ենթադրենք այսօր Գեղարվեստի ակադեմիայի կյունու մասնաճյուղն ունի 200, ենթադրենք 50 կամ 300 ուսանող։ 4000-ի հասնելու համար, եթե շատեր ուզեն հատուկ ծրագիրը իրականացնենք, մենք դիմացի 3-4 տարվա ընթացքում այդ ցուցանիշին չենք հասնի։ Դա շատ լավ գիտեն այնտեղ։ Նշանակում է մեզ պետք է վերջում առաջարկեն, եկեք Շիրակի պետական համալսարանի կամ չգիտեմ ում շուրջ համախմբվեք, տնտեսագիտականը, պոլիտեխնիկը, չգիտեմ հայ բուսակը, ելով ունենք տեղ եվրոպական համալսարան ունենք, հա, բոլորը համախմբվեք, կդառնաք 4000 ու պերց, բայց այստեղ միած ստոպ էլի։ Այստեղ միած ստոպ են իմաստով, որ Ժավարագին Արա Սարգսյանը երբ հիմնադրում էր Կերպարվեստի բարձրագույն ուսումնական հաստատություն, միացված էր նաև թատերականը, այսինքն այն ինստիտուտը, որտեղ ես եմ սովորել, իր անունը Գեղարվեստի պետական ակադեմիա չէր, Գեղարվեստաթատերական ինստիտուտ էր։ Հետագայում տեսնելով, որ դա այդքան էլ հարմար կառավարման ձև չէ, երկուսը իրարից անջատեցին։ Հիմա այդ ամբողջը իրար միացնելով ստեղծվել է մեծ շիլաշփոթ, որը ասենք մի 3-4 տարի այսպես ասած խոչընդոտներով առաջ գնալուց հետո ասել է լավ հիմա ինչ անենք, բերեք այս մեկը կամ այն մեկը вообще չունենանք, առհասարակ չունենանք։ Իսկ ես նշանակում է կացին դառնելը գնել հատկապես փոքր բուհերի եւ մասնագիտական բուհերի, հիմա դրա մասին է կասեմ, հետևից ու գլխատել այդ բուհերը, կասնահարել այդ բուհերը, ինչի, որովհետև Գեղարվեստի պետական ակադեմիան, կոնսերվատորիան, թատերական ինստիտուտը, ֆիզկուլտ ինստիտուտը եւ բժշկական համալսարանը Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության օրենքով համարվում են յուրահատկություններ, մասնագիտական յուրահատկություններ ունեցող բուհեր, որոնք ոչ մի կերպ իրար հետ, իրար մեջ խցկել չես կարող։ Ու այս կառավարության ստրատեգիական ու տակտիկական բոլոր պլանների մեջ համապատկերը ավելի կխորանա եւ հիմնախնդիրը ավելի պարզ կդառնա, եթե մենք տեսնենք թե ինչ արեցին 6 տարվա ընթացքում։ Առաջին փակեցին մշակույթի նախարարությունը 1։ Երկրորդ կրթական բարեփոխումներ են անում առանց հայտարարելու, ընդ որում պատմական արժեքներից հրաժարման ճանապարհով։ Հայոց լեզու եւ Հայաստանի պատմության մասին է խոսքը։ Կրոնի հետ, որը ազգային կրոն է հայի համար, պրոցեսներ են գնում։ Եկան հասան Կերպարվեստին ու յուրահատկություն ունեցող բուհերին, այսինքն արվեստագետներին։ Այստեղ ինչ են անում, բուհական կրթությունը նախաբուհականով, հետբուհականով գցում են մի կողմ, սարքում են մի հատ հասկացություն եւ կողքից էլ այսօր պետականացնում են նկարիչների միությունը։ Այսինքն այստեղ արդեն կասկածից վեր է, որ այս ամբողջը տեղի է ունենում ոչ թե մենակ պահանջներով դրսի ամենատարբեր միջազգային կառույցների, այլ ներքին համոզմունքներով, այս մարդիկ չեն նայում սրանց առաջ անցած պատմություններին, սրանց հետո տեղի ունեցող երևույթներին եւ գլխավորը այն ինչից Եվրոպան էլ է վախենում, ուսանողներին հանում են, տանում են առանձին մի հատ բնակավայր, որովհետեւ ուսանողները միշտ անգամ պրոգրեսիվ են, հեղափոխական են եւ միշտ քաղաքական գլխացավանք են։ Այսինքն այսօրվա իշխանությունները հերար լուծում է նաև մի հատ նպատակ, հասարակության ակտիվ հատվածին հեռացնում է փոքր եւ մեծ քաղաքներից, ճաշված վաղը մյուս օր բուհերն ու մասնաճյուղները փակվելու դեպքում միլիարդավոր դրամների շենքեր, գույք, որ ամեն ժամ ստեղծվել է 113 տարիներով, դառնալու է պետական, իսկ հետո մենք գիտենք, թե ինչ կարելի է անել, ասենք Երևանի կենտրոնում գտնվող Գեղարվեստի ակադեմիայի կամ, չգիտեմ, կոնսերվատորիայի շենքի հետ։
կամ Գյումրվա կենտրոնում գտնվող այս շենքի հետ։ Այնպես որ ուսանողական գետո են սարքում, լավ մտածված, լավ կազմակերպված, օգտվելով իրաց մենաշնորհից իշխանություն լինելու եւ ամենամտածված, փափուկ, բայց վերջնական ճնշմամբ 4000 պետք է լինես ու վերջ։